Խաղաղություն եղբայրներ քույրեր Փարթիրոջի իրան սահման սիրո համար, ողորմությունների համար իմ սրտում կար խոսել Մատթեոս ավետարան 22-րդ գլխի 34-ից 40 խոսքերի վերաբերյալ Մատթեոս 22:34-ից 40 Բայց փարիսեցիները երբ որ լսեցին թե սադուկեցիներին պապանձեցրեց հավաքվեցան մեկտեղ Եվ նրանցից մեկը մի օրինական հարցրեց փորձելով նրան եւ ասեց. Վարդապետ, որ պատվիրանքն է մեծ օրենքում է։ Հիսուսն էլ ասեց նրան. Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա առաջին եւ մեծ պատվիրանք է։ Երկրորդն էլ սրա նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես, այս երկու պատվիրանքներից կախված է բոլոր օրենքը եւ մարգարեքը։ Երբ որ հարցրին Տեր Հիսուսին, որն է ամենամեծ պատվիրանքը, օրենքի մեջ Տեր Հիսուսն ասեց. Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով, քո բոլոր մտքով, սա է առաջին եւ մեծ պատվիրանքը։ Եվ երկրորդն էլ սրա նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես։ Եվ այս ամենից կախված է բոլոր օրենք եւ մարգարեները, այսինքն ամբողջ 5 գետակարանը կախված է այս երկու պատվիրանից։ Սիրելի եղբայրներ քույրեր, երբ որ մենք տասնաբանյան բացում ենք, միթե առաջի պատվիրանը սա էր։ Հիշում եք առաջի պատվիրանը որն էր, տասնաբանյան երբ որ բացում ենք։ Ես եմ քո Աստվածը Եհովան, չէ՞։ Ինձանից ջոկ ուրիշ աստվածներ չունենաս։ Բայց այստեղ Տեր Հիսուսն ասում է, սա է առաջին եւ մեծ պատվիրանը։ Ճիշտ է, մեծ է, բայց ո՞նց է առաջինը։ Եղբայրներ քույրեր, ուրեմն այդ տասնաբանյայի մեջ Առաջի 4 պատվիրանը վերաբերում է մարդ Աստված հարաբերությանը, երկրորդ 6 պատվիրանը վերաբերում է մարդ հարաբերությանը։ Այդ առաջի 4 պատվիրանը ինքը զետեղել է այս մի պատվիրանի մեջ, ընդհանրացրել է, դարձրել է մի պատվիրան, երկրորդն է 6-ը դարձել է երկրորդ պատվիրանը։ Այսինքն 10 պատվիրանը Տեր Հիսուսը դարձել է երկու պատվիրան։ Առաջի 4-ը մի պատվիրան եւ երկրորդը սրա նման, երկրորդ 6-ը երկրորդ պատվիրան։ Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքով։ Սա է առաջին եւ մեծ պատվիրանը։ Երկրորդն է սրա նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես։ Այսինքն առաջի ամենամեծ պատվիրանը մարդու հարաբերությունը Աստծո հետ է, իր սիրո կապը եւ երկրորդը մարդ հարաբերության։ Սիրելի եղբայրներ քույրեր, միթե մարդը կարա Աստծուն սիրի։ Քիչ առաջ նույնիսկ Ավետիս եղբայրը անկեղծ սիրո մասին խոսած։ Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս սիրում են անկեղծությամբ։ Մարդը կարա Աստծուն սիրի։ Իմ կարծիքով չի կարա սիրի, մինչև որ Աստծո սերը չհայտնվի իրան։ Որովհետև ավետարանը ինձ էլ սովորեցնում է։ Ավետարանը սովորեցնում է, որ սրանում է կայանում սերը, որ ոչ թե մենք սիրեցինք նրան, այլ որ նա սիրեց մեզ եւ իր որդին ուղարկեց աշխարհի համար խաղություն։ Այսինքն այդ մասին գրված է առաջի Հովհաննես 4-րդ գլխի 10 խոսքի մեջ։ Մինչև մարդուն Աստծո սերը չբացվի, ինքը երբեք չի կարա Աստծուն սիրել։ Մեր Աստծուն սիրելը դա արձագանքն է նրա սիրուն մեր մեջ հայտնվելուն։ Այսինքն այն ինչ որ ես ու դու սիրում ենք Աստծուն, դա պատասխանն է, դա արձագանքն է նրա սիրո հայտնության, որ իր սերը հայտնվել է մեր մեջ եւ մենք որպես պատասխան արձագանք իրեն ինչ ենք անում, պատասխանում ենք սիրով։ Թող Աստված օգնական լինի, Աստծո օրհնությունը լինի։ Ինչպես այդ մասին Եփեսացիս թղթի 3-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը նշում է Եփեսացիս 3-րդ գլխի 18-19 համարները Եփեսացիս 3-րդ գլուխ 18-19 համարները որ ամեն սուրբերի հետ իմանաք թե ինչն է լայնությունը եւ երկայնությունը եւ բարձրությունը եւ խորությունը որ ճանաչեք Քրիստոսի սերը որ ամեն գիտությունից գերազանց է որ Աստծո ամեն լիությունով լցվի Սիրելի եղբայրներ քույրեր Փաստորեն չափումներ ունի Աստծո սերը, ունի եւ լայնություն, եւ երկայնություն, եւ բարձրություն, եւ խորություն։ Աստծո սիրո լայնությունը որն է, որ նրա Տեր Հիսուսի բազուկները այնքան լայն է բացված, որ ամբողջ աշխարհը կարող է ապարուրել իր սիրով։ Երկայնությունը նա է, ինչպես Երեմիա 31:3-ում է գրված. Հերման ցերևացել ինձ Տերը, թե հավիտենական սիրով սիրել եմ քեզ եւ իմ ողորմությունով քաշել եմ քեզ։ Հավիտեններից առաջ իր սերը հայտնվել է մեզ, երևացել է մեզ։
Սիրո բարձությունը նա է, որ երկրից հասնում է մինչև իր գահը, հարկ իրան։ Իսկ սիրո խորությունը ծածկված է Գողգոթայի խաչի մեջ։ Գողգոթայի խաչի մեջ, ինչպես Հովանու 3:16-ում ասում է, որտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորցվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ ասում է, որ ճանաչեք այդ սերը, որ ամեն գիտությունից գերազանց է։ Ինչ ասա նշանակում։ Աստծո սերը, որ ամեն գիտությունից գերազանց է։ Այսինքն ամենամեծ հայտնությունն է։ Դրանից մեծ հայտնություն չկա, դրանից մեծ մարգարեություն չկա, դրանից մեծ տեսիլք չկա։ Այդ ամենամեծ հայտնությունն է Աստծո սիրո, որ մարդուն ինչ անում, փրկության է բերում։ Մարդուն ազատություն է տալիս, ինչպես քիչ առաջ Արմեն եղբայրն ասեց, որ ինչ լինի, որ Աստծո ամեն լիությունով լցվի։ Այսինքն մարդու ներքնաշխարհը ամբողջովին ազատագրվում է եւ մարդը Աստծո լիությունով ինչ անում, լցվում է։ Փառք իր Սուրբ անվանը։ Տերը թող օրհնի Աստծո սիրո այդ հայտնությունը, ում բացված չի, թող Տերը օրհնի, որ այսօր այդ հայտնությունը լինի, Աստծո սիրո մեծագույն այդ հայտնությունը, որ ամենագերազանց գիտությունն է, ամենամեծ հայտնությունն է։ Ես հիշում եմ ոնց որ Կամո եղբորը տեսա Արամուսի, Կամո եղբոր հետ միասին մի անգամ գնացինք իրանց գյուղը, մի հատ մեծ ասակ տատիկ կար, այդ տատիկը համերձ վիճակի մեջ էր, եղբայրն ասավ գնանք, հնարավոր է, ասենք մեծ տատիկ է, աղոթքի կարիք ունենա, խոստովանության կարիք ունենա, վերջը։ Գնացինք, զրուցում էինք հետը, մեկ էլ ասենք, Մարիկ ջան, երկար ժամանակ ինքը հիվանդության անկողնում էր, չէր բուժվում։ Ասենք Մարիկ ջան, հավատում ես Հիսուսին։ Անենց ասավ, անենց եմ հավատում, անենց լավ ասա, որ ես ոչ մի հավատացյալից չեմ լսել։ Այնքան լավն է ասավ, ես այնքան եմ հավատում Հիսուսին, այնքան։ Ու մենք զարմացանք, բայց ինչ պետք է ասենք իրեն, որ այդքան հավատում է։ Արդեն ինքը պետք է մեզ մի բան ասի։ Հետո ասենք, Մարիկ ջան, իսկ հավատում ես, որ Հիսուսը սիրում է քեզ։ Ասավ չէ, չի հավատում։ Թե այդ մեծ հավատքը, որ ինքը ցույց էր տալի, ինչի մասին էր, ես չեմ անում։ Աստված թող օգնական լինի, Աստծո օրհնությունը լինի, սիրելի եղբայրներ, քույրեր, որ իրապես ամենագերազանց, ամենամեծագույն հայտնությունը Աստծո սիրո հայտնությունն է։ Վերջերս մեր եղբայրներից այստեղ, երբ որ բեմից քարոզում էին, հիշեցրեցին Դավիթ Վիլկերսոնի պատմությունը։ Չգիտեմ, հիշում եք թե չէ, Դավիթ Վիլկերսոնը, որ նարկոմանների հանցագործների մեջ ինքը ավետարանաքարոզ է, որ միշտ ներկայացրել է, որ Հիսուսը ձեզ սիրում է, եւ Նիկի Կրուզը մի անգամ էլ ասում է, եթե դու կաս, էլի Հիսուսի սիրո մասին խոսաս, ես քեզ փրտիկ եմ անելու, sense կտոր եմ անելու։ Եվ Վիլկերսոնն ասում է, եթե ինձ կտոր անես, իմ ամեն մի կտորը էլի քեզ դիասի, Հիսուսը սիրում է քեզ, փառք իրան։ Այդքան մեծ հայտնություն, այդքան մեծ գերազանց հայտնությունը, ամենագերազանց հայտնությունն է Աստծո սիրո հայտնությունը։ Դրա համար Աստված օգնական ասնի, Աստծո օրհնությունը լինի, առանց այդ Աստծո սիրո հայտնության մարդը չի կարող քայլել Տիրոջ ճանապարհների մեջ, չի կարող աստվածապաշտ լինել։ Ամեն ինչ ձևական կլինի, ամեն ինչ արտաքնապես կլինի, ամեն ինչ ցուցադրական կլինի, բայց իր ներսում ոչ այդ ազատությունը կունենա, ոչ էլ այդ կյանքին ինքը հաղորդ կլինի։ Եվ Մարկոս ավետարանի 10-րդ գլխից մի դիպվածի մասին եմ ուզում խոսել, մի դրվագի մասին, մի պատմության մասին, որ մենք գիտենք, որ ոչ մի բան պատահական չի լինում, ընդհանրապես ցանկացած բան հավատացյալի կյանքում երբևիցե պատահական չի լինում։ Երբեմն պատահականությունը լինում է Աստծո պատասխանը մեր հարցերին։ Եվ պատահական չէր, որ Տեր Հիսուսը հանդիպեց այդ մեծահարուստ պատանուն։ Այդ մասին եմ ես ընթերցել Մարկոս ավետարան 10-րդ գլխի 17 խոսքից։ Եվ այնտեղից ճանապարհ գնալիս մեկը վազելով եկավ, ծուներ տրավ նրան, հարցնում էր եւ ասում. «Բարի վարդապետ, ինչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսն էլ ասեց նրան. «Ինչու ես ինձ բարի ասում, ոչ ով բարի չկա, բայց միայն մեկը Աստված»։ Մի պահ այստեղ կանգ առնեմ, նոր շարունակեմ։ Շատ հաճախ հարցնում են, Տեր Հիսուսն ինչի ասավ, ինչի ես ինձ բարի ասում, ոչ մեկ բարի չի, բայց միայն Աստված։ Տեր Հիսուսին դիմում էին որպես վարդապետ, որպես ուսուցիչ։ Դրա համար Տերն ուզում էր ասել մարդկանց մեջ, վարդապետների մեջ, ուսուցիչների մեջ բարի մեկը չկա, բարին միայն Աստված է, որպես ինքը մարդու որդի էր հանդես գալիս, որպես վարդապետ ինքը այդ դրա համար նշեց։ Եվ Տեր Հիսուսի պատասխանը
պատվիրանքները գիտես, մի շնար, մի սպանիր, մի կողանար, մի սուտ վկայիր, մի զրկիր, քո հորն ու մորը պատվիր, նա էլ պատասխանեց եւ ասեց նրան. Վարդապետ, այդ ամենը իմ երեխայությունից պահել եմ։ Ուրեմն եղբայրներ, ես սկզբից հիշեցրեցի առաջի եւ երկրորդ պատվիրանները, չէ՞։ Առաջի ամենամեծ պատվիրանը սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, բոլոր մտքով, բոլոր էությամբ, եւ երկրորդը սրա նման քո ընկերին սիրիր քո անձի պես։ Այս բոլոր հարցերը վերաբերում են երկրորդ պատվիրանին։ Հնարավոր է ինչ-որ բաներ ինքը կարողացել անել, բայց ոչ ամբողջությամբ, որտեղ ոչ մի մարդ օրենքի գործերից երբեք չի արդարանում։ Հիսուսը նրան մտիկ տվավ, նրան սիրեց, այս հատվածի ամենակարևոր խոսքն է, եղբայրներ քույրեր։ Հիսուսը նրան մտիկ տվավ, նրան սիրեց եւ նրան ասեց. «Մեկ բան պակաս է քեզ, գնա ինչ որ ունես, ծախիր եւ աղքատներին տուր եւ գանձ կունենաս երկնքում եւ խաչն առած եկ ինձ հետևիր»։ Այդ պակասությունը, որ ասա մի բան պակասը, այդ առաջի պատվիրանի, ամենամեծ պատվիրանի խախտումն էր։ Մարդ Աստված հարաբերության մեջ ինքը պակաս էր, ինքը չուներ էդի, որտեվ պարզ ստեղծված է, Տեր Հիսուսը մինչև այդ իրան ասել է, որ գնա ամեն ինչ ունես, որ ծախի դուր աղքատներին իմ հետևից եք, գրված է, որ նրան ինչ արեց, սիրեց, եղբայրներ քույրեր, իր սերը հայտնեց այդ անձնավորությանը, իր սերը ցույց տվեց այդ անձնավորությանը, իր արժև տրվեց Աստծո սերը եւ իր հարստությունը, արդեն ինքը ընտրության արժև էր կանգնած, կամ սերը ընդունել եւ Տեր Հիսուսի հետևից գնալ, կամ սերը մերժել եւ այդ հարստությունով հետ դառնալ գնալ։ Եվ գրված է, որ այս անձնավորությունը ինչ արեց, դժվարացած գնաց, տրտմած, որտեղ շատ ինչքի դեր էր։ Սիրելի եղբայրներ քույրեր, նժարների վրա տրված էր Աստծո սերը, սիրեց իրան եւ այդ իր հարստությունը։ Այն ինչ որ Արմեն եղբայրն ասեց, Տեր Հիսուսն ուզում էր իրան ազատությունը տալ, ազատությունը հռչակել, բայց քանի որ իր սիրտը կապված էր այդ հարստության հետ, դժվարացած գնալ, չկարողացավ գնալ։ Այդ հարստությունը դրսևանց էր, բայց իր ներսը կապված էր դրա հետ։ Ինչպես Լեռան քարոզի մեջ էլ Տեր Հիսուս սովորեցնում է, չէ կարող երկու տերոջ ծառայել, կամ Աստծուն պիտի ծառայի մարդ, կամ մամոնային։ Այս անձնավորությունը ընտրեց մամոնային ծառայելը, մամոնան հարստությունն է, ստացվածն է, ունեցվածն է, եւ Աստծո սերը ինչ արեց, չընդունեց։ Աստված ողորմություն անի։ Այս պատմությունը ինչի համար ես բերեցի, որ Աստված բոլորին հայտնում է իր սերը, սիրո հայտնությունը ամենքի համար է, բոլորի համար է։ Ես հիշեցրեցի, որ գրված է, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, բայց այս անձնավորությունը իր սիրտը ազատ չէր, կապված էր հարստության հետ եւ մերժեց Տիրոջ սերը եւ տրտմած գնաց։ Տերը օգնական լինի, Աստծո օրհնությունը լինի, Աստծո սերը այսօր էլ է հայտնված այստեղ։ Ինչպես քիչ առաջ Արմեն եղբայրն ասեց, որ ոչ թե պիտի ազատի, այլ ազատել է արդեն, ոչ թե պիտի սիրի, այլ սիրել է արդեն, այդ սերը արդեն կա, այս սրահի մեջ դա է քարոզում, այդ սիրո հայտնությունը կա, մնում է ով Աստծո ստեղծած անմահ հոգի, քո սրտի մեջ այդ նժարների տարբերությունը դու զանազանես եւ մեղքը աշխարհը ավելի չընտրես, այս երկրավորը ժամանակավորը ավելի չընտրես, քան թե հավիտենականը։ Այս անձնավորությունը ժամանակավորը ընտրեց հավիտենականը մերժելով։ Աստված օրհնի հավիտենականն է քարոզում, Աստծո սերն է քարոզում, Աստծո լույսն է քարոզում, Աստված օգնական լինի, որ այսօր քո սրտի մեջ այդ սերը ընդունես, որովհետև ամենագերազանց գիտությունն, ամենամեծ հայտնությունն է Աստծո սերը, որ մարդուն փրկության առաջում։ Տերը թող օրհնի, ինքը բարձրանա, ինքը փառավորվի հավիտյան։ Ամեն։ Մի երգ երգենք,